Շատ շնորհակալ եմ Տիկին Հավանեսյան, որ ընդունեցիք ձեր վազվզոցի մեջ մեր հրավերը եւ եկաք։ Ես շատ ողջունում եմ նաեւ ձեր գործունեությունը հանրային, որովհետեւ դա շատ կարեւոր է հատկապես բժշկական ոլորտում, դա բոլորին վերաբերվող խնդիր է եւ եթե մենք քիչ խոսենք, մեր փոխարեն վստահաբար ուրիշները կխոսեն։ Այո, շատ կխոսեն եւ ոչ ճիշտ ինֆորմացիա կտարածեն։ Իմ գործունեության ընթացքում, որը հենց բժշկությունը, դիետոլոգիան, նաեւ հանրային գործունեությունն է, հասնում ենք մի այնպիսի կետի, որտեղ որ խնդիրների լուծման համար առանց պետության հետ երկխոսության եւ համագործակցության կարծես չի լինում։ Ընդգծել եմ մի քանի թեմա, որոնց մասին ուզում եմ խոսենք, դա առողջ ապրելակերպն է, ճարպակալումն է, մանկական ճարպակալումն է, առողջապահական ամենամեծ ասոցիացիաներից մեկը ամերիկյան մանկաբույժների ասոցիացիան առաջ էր քաշել մոտ 22 պատճառ երեխաների ճարպակալման շատացման եւ այդ 22 պատճառներից կզարմանաք երևի թե, բայց 35-ից 40%-ը բաժին էր ընկնում պետությանը եւ հանրությանը։ Հա, այստեղ հենց երեխայի եւ մոր ծնողների գործոնը ավելի քիչ տեղ էին զբաղացնում, քան այդ քաղաքական։ Դրանց մեջ էր մտնում ագրեսիվ գովազդը, անառողջ սննդի, դրանց մեջ մտնում էր ֆիզիկական ակտիվության հասանելի չլինելը։ Մի քիչ մեզ պատմեք, ինչ է անում այս պահին առողջապահության նախարարությունը կամ ինչ պլաններ ունի մանկական ճարպակալման ռիսկերը նվազեցնելու հետ կապված։ Տեսեք, մենք աշխատում ենք նախ առողջ ապրելակերպը դարձնելու կրթական կոմպոնենտ եւ մեր գործընկերների հետ, կրթության պատասխանատուների հետ այս բաղադրիչը մտավ կրթության նոր չափորոշիչների մեջ։ Մարդը պիտի դպրոցական իր կրթության ընթացքում ստանա գիտելիք եւ հմտություններ հետևելու իր առողջությանը, հիգիենային, հասկանա ինչ է առողջ սնունդը, որոնք են առողջ սովորությունները, ֆիզիկական կրթությունը եւ մարմնակրթությունը եւս պետք է լինի անկախտելի մաս մեր կրթական process-ներից։ Եվ իհարկե, գիտեք, այսօրվա սոցիալական կայքերի եւ ընդհանրապես հասանելիության առումով անառողջ սնունդի, ցավոք սրտի նաեւ անառողջ ռիսկ պարունակող ապրանքատեսակներին, ինչպիսին ծխախոտն է, ինչպիսին վեյփերն են, դաստիարակությունը, սովորությունների մշակումը եւ մշակութային փոփոխությունները շատ ավելի կարեւոր են դառնում։ Եվ այստեղ էլ պետության դերն է մի կողմից մշակել այնպիսի քաղաքականություններ, որոնք որ նպաստում են, որ մարդը առողջ ապրելակերպ ունենա, սրա շրջանակներում է օրինակ, տեսեք, դպրոցներում եւ մանկապարտեզներում ֆիզիկական կուլտուրայի դահլիճների այս ահռելի մեծ շինարարական աշխատանքները։ Եթե երեխան փոքր ժամանակվանից չունի հասանելիություն այդ կրթությունը ստանալու, ապա շատ մեծ է հավանականությունը, որ կյանքի ընթացքում չի էլ ունենա այդ պահանջմունքը եւ դրա այդ սովորությունը։ Հաջորդիվ մենք վերջերս օրինակ վերանայեցինք մանկապարտեզներում եւ դպրոցներում սննդակարգը։ Տեսեք, այստեղ էլ շատ նուրբ փոփոխություններ են, որոնք ըստ էության նաև ոչ միանշանակ են ընկալվում։ Օրինակ բերեմ, մենք խտացրած կաթը, որպես այդպիսին հանեցինք սննդակարգից, որովհետև այո, գուցե տասնյակ տարիներ առաջ այն որոշակի արժեք են իրենից ներկայացրել կալորիականության առումով, բայց մենք այսօր տեսնում ենք, որ պիտի սննդակարգը ոչ միայն հենվի կալորիականության վրա, այլ նաև առողջ բաղադրիչների վրա, դրանք ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրերի ճիշտ համադրությունն է։ Եվ փոխարինել ենք շատ մեծ պարունակությամբ շաքար, ուրեմն պարունակող արտադրատեսակները ավելի առողջարար սնունդով եւ այս փոփոխությունները արդեն գոնե մանկապարտեզում եւ դպրոցում պիտի կրճատեն մեր երեխաների կողմից ավելորդ շաքար, աղ եւ հավելանյութեր պարունակող սննդի օգտագործումը։ Մյուս շատ կարևոր բան պիտի ասեմ, դա անառողջ սնունդի հասանելիությունն է դպրոցում եւ դրա հարակից շրջանում։ Մենք գազավորված ըմպելիքների մասով, չիպսերի եւ էլի չիպսանման որոշակի արտադրատեսակների։ Այստեղ պետությունը չի կարողանում, ես միշտ դրա վրա ոնց որ ապշում եմ, կարծում եմ, երբ որ այդ կարող ես այդ գործը անել, օրինակ արգելել, որոշակի արգելք լինի, որովհետեւ մենք գիտենք Հայաստանում Երևանի ամենակենտրոնում ամենահայտնի դպրոցներից մեկի ուղիղ դեմ դիմացը, որ երեխաները
ուսանողները դպրոցում նստած հոտը առնում են, ամենահայտնի fast food-ի կետն է գտնվում։ Արդյոք չի կարող պետությունը ասել, որ այսինչ հեռավորության վրա պետք է գտնվի երեխայի ուղիղ դեմ դիմաց, էլ չեմ ասում, որ այդ բուտկաները հատուկ երեխաների եւ դպրոցների համար կառուցված, որտեղ եւ սիգարետներ են վաճառում եւ այդ կարճ ածխաջրերի բաներն են, հա, վաճառում։ Այստեղ մենք չենք կարող ինչ որ տենց բան ունենալ, հա, որը որ կարգելի։ Իհարկե վարչական մեթոդները եւ արգելքի մեթոդներն էլ շատ կարեւոր գործիք են, որը պետությունը օգտագործում է, բայց միայն այս մեթոդներին դիմելը մենք տեսնում ենք, որ այդքան արդյունավետ չէ։ Մենք պիտի նաեւ մշակույթի փոփոխության, մեր սովորությունների փոփոխության, հանրային ընկալումների փոփոխության հասնենք եւ տեսեք նույն ծխախոտի օգտագործումը պիտի հանրային պարսավելի երևույթ դառնա, ոչ մոդայիկ, հնացած, մարդու կերպարին չսազող, երիտասարդի այդ, գիտեք, կայտար, առողջ, բան ու մարմին ունեցող այդ կերպարին հետ չընկալվող երևույթ դառնա։ Բայց միանշանակ իհարկե նույն ծխախոտի վաճառքը մինչև 18 տարեկանների ըստ էությամբ պատժելի արարք է, վարչական պատասխանատվություն կա դրա համար։ Բայց մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի այն խախտվում է շատ հաճախ։ Այսինքն մի կողմից այո պիտի արգելքները դրվի, բայց մյուս կողմից էլ պիտի աշխատանք տանենք անընդհատ եւ այստեղ էլ հանրային կոմունիկացիա կրթելու, հասարակական նաեւ կազմակերպությունների հետ ակտիվ աշխատանք պիտի լինի։ Շատ ճիշտ եք ասում, հենց այդ երկխոսության մասին էի խոսում նախորդ հաղորդման մեջ, երբ այդ միտքը ծագեց հանդիպելու, այս երկխոսությունը ոչ միայն նրա մասին է, որ մենք 6 օրյա դարձնենք ֆիզիկական ակտիվությունը դպրոցներում, եթե մենք կարող ենք, օրինակ առողջապահության նախարարությունը, ԿԳՍՄ նախարարությանը ասի, որ հա պետք է ֆիզիկական ակտիվությունը նույնքան կարևոր է եւ շատ կարևոր է հատկապես ճարպակալման այսպիսի թվեր ունենալու պարագայում ներառել դպրոցներ, նաեւ բնականաբար հանրությունը պետք է այդ այնքան կարևորի մարմնակրթությունը, որքան կարևորում է օրինակ ֆիզիկան եւ մաթեմատիկան կամ լեզուներ սովորելը։ Սա միանշանակ առանց այս երկխոսության սրա մասին էր, բայց փաստացի երեխաները ոնց որ սենց տնից դուրս են գալի, ես սենց պատկերացնում եմ, երեխան տնից դուրս եկավ եւ ապրում է եւ կարծես թե գոյատևում է մինչեւ ժամը 4-ը, 5-ը, 6-ը պետության ստեղծած միջավայրում եւ շատ ուզում ենք, որ այս պետության ստեղծած միջավայրը համապատասխան լինի այդ անհասանելի լինեն ուլտրավերամշակված մթերքը, քաղցր մթերքները, ծխախոտը, ինչպես նշեցիք, հա, եւ այստեղ ես պատկերացնում եմ, որ բավականին կտրուկ քայլեր է պետք ասենք սահմանափակումներով, անգամ ես հասկանում եմ ցանկացած սահմանափակում այնքան դիմադրությունը հանրային կողմից գալիս, որ այս երկխոսությունն է շատ կարեւոր լինում։ Բայց մենք հասկանում ենք, որ առանց բացատրելով եւ սահմանափակումներ դնելով կարծես թե տեղ չենք հասնելու։ Այո, միայն բացատրելուն էլ չպիտի ապավինենք եւ այո, հանրային մշակույթի փոփոխությունը նաեւ արգելքներով է ձևավորվում։ Սա էս զուգահեռ պիտի այս աշխատանքները տարվի եւ ճիշտ եք նկատում, որ այո, երեխան իր առողջ կենսակերպի համար եւ ընտանիքում եւ հանրային վայրերում հավասար կերպով պիտի նույն ձևաչափով մոտեցումները լինեն, խոսքը, խրախուսումները եւ այստեղ դիսոնանս չպիտի լինի, որ տան եւ դպրոցի մանկապարտեզի միջև եւ սա էլ ծնողների կրթության մասին է խոսքը գնում եւ նաեւ դա մեր պարտավորությունն է, որ ծնողներին ճիշտ վարվեցողության, ճիշտ դաստիարակչական, սննդային դաստիարակչության մասին է խոսքը գնում, տեղ հասցնենք, որտեվ դուք էլ գիտեք, որ մեր մոտ օրինակ երեխային խրախուսման փոքր երեխաների հիմնական միջոցներից է քաղցր նվիրելը, այո։ Քաղցր նվիրելը, որը հոգացության եւ սիրո նշան է, բայց ըստ էության մենք տեսնում ենք, որ այսօր քաղցրը բացառիկ բան չէ սննդակարգի մեջ, որ դառնա խրախուսման ձևաչափ։ Այլ ճիշտ հակառակը մենք խնդիր ունենք այն սահմանափակելու եւ այստեղ էլ մենք պիտի
աշխատենք փոխել մեր սովորությունները։ Այստեղ այնքան կուզեի, որ մեր այդ ոնց որ ասում ենք, մեր խոսույթը իրար համարժեք լինի։ Օրինակ անցած տարի էլի մեծ արշավով, քաղցրի հետ կապված եւ այլն sense բաներով եւ մանկապարտեզի սնունդները կամած կարգավորվում էր, լայն ժպտում էի, երբ որ դուք ասում եք փոփոխված հրամանի մասին, որովհետեւ ես ինքս եմ մասնակցել այդ փոփոխություններին, բնականաբար գիտեմ թեյի հետ կապված ինչքան կարող է բան հնչել, որ երեխաները թեյ էին խմում, դուրս եկավ այնինչ որ երեխայի սննդակարգում կոֆեին պարունակող մթերք պիտի չլինի եւ այլն, բայց այստեղ գալիս են տոները եւ օրինակ քաղաքապետարանը երեխաներին մանկապարտեզի նվեր անում է քաղցր։ Ոնց որ այնքան ես ուզում, որ այդ հենց առողջ ապրելակերպի առաջամարտիկը հենց ոնց որ պետությունը լինի եւ մենք իրար հետ այտենց համահունչ խոսենք, էլի մեկս մեկից կարծես անկախ չլինենք։ Դե տեսեք, այստեղ էլ է սովորության ուժը շատ մեծ է եւ գուցե չեն էլ անդրադառնում, գիտեք, եւ այստեղ էլ մշակութային հավելյալ չեն մտածում։ Հավելյալ, այո, այդպես էլ ուզում ես անես լավ, ուզում ես անես ինչ որ մի հաճելի բան, բայց այստեղ էլ մենք պետքա մի հատ հետ հայաց նայենք, որ արդյոք այս արածը նպաստում է երեխայի լավագույն շահին, թե չէ։ Այո, կամ չէր հակասում մեր մյուս ասածներին։ Օրինակ, այս մասին էի ուզում հարց տալ 2021 թվականին ԱՀԿ-ի աջակցությամբ հետազոտություն է կատարվել 5 հեռուստաալիքի եւ 1500 սննդի մասին գովազդ են նայել, որոնցից 65%-ը չէր համապատասխանում ԱՀԿ-ի չափանիշներին, առողջ սննդի չափորոշիչներին։ Դրան այդ գովազդների մոտավորապես 30% քաղցր շոկոլադե մթերք էր, մոտավորապես 25-30% բաժին էր ընկնում քաղցր գազավորված ըմպելիքներին, թեյերին, սուրճերին եւ այլն։ Եվ այն ժամանակահատվածն էին վերցրել, որտեղ որ երեխաներին հասանելի է հեռուստացույցը, այսինքն կարծես թե թիրախավորվածը երեխան լինի։ Այս հետազոտությունից հետո ինչ քայլեր եղավ, օրինակ սահմանափակելու։ Ես հասկանում եմ, որ այդ ձեր ասած այդ կտրուկ սահմանափակումները հակառակ էֆեկտը կարծես թողեն, բայց օրինակ մտածում եմ միշտ իմ աշխատանքում էլ է այդպես, ես միշտ ասում եմ, բանը Էքզյուպերի փոքրիկ քայլերի աղոթքը պետքա իմ պատին կպցնեմ, փոքրիկ քայլերով ամեն ինչ պետք է անենք։ Օրինակ գոնե սպասում ենք, որ այսքան շաքար պարունակող մթերքից, չգիտեմ, շաքարի պարունակությունից ավել չի կարելի գովազդել կամ այս ժամային ինտերվալում չի կարելի գովազդել։ Արդյոք սրան հետևեցին այդպիսի փոփոխություններ։ Մենք նաև այլ գործընկերների հետ միասին այս ուղղությամբ որոշ քաղաքականությունների մշակման աշխատանքներ տանում ենք։ Սա վերաբերում է նաև գազավորված ըմպելիքների, այս շաքարի բաղադրության հետ կապված թե ճիշտ մակնշավորման եւ նաև որոշակի սահմանափակման եւ հարկատեսակի ավելացման, որովհետեւ գիտեք, այդ գազավորված ըմպելիքներում առկա են ահռելի մեծ քանակությամբ շաքարներ եւ այստեղ էլ եթե արտադրողը չի հետևում այդ անհրաժեշտ չափականակներին եւ դրանից ավել է օգտագործում, այստեղ պետք է նաեւ հարկային որոշակի փոփոխված քաղաքականություն լինի։ Գովազդի մասով այդ բաները, բախումները, այո, բայց գիտեք, որ սա շատ բարդ է ընթանում եւ տնտեսվարողների եւ այս մեծ ընկերությունների կողմից բավական ագրեսիվ հակաքայլեր են իրականացվում, բայց մենք շատ հաստատական կերպով առաջ ենք գնում։ Ինչ վերաբերում է գովազդներին, այո, եւ գիտեք, սա վերաբերում է նաեւ գովազդի տևողությանը, գովազդի ձայնի բարձրությանը։ Եթե նկատել եք, շատ դեպքերում հաղորդաշարը գնում է, հետո գովազդը շատ ավելի բարձր է լինում, որ եթե անգամ չես ուշադիր լսում այդ հաղորդումը, գովազդը անպայման երեխաները լսեն։ Բայց այսօր այս գայթակղությունների պատուհանները, այսպես ասեմ, սա կլինի հեռախոսները, սա կլինի գadgetները, կլինի հեռուստատեսությունը, բավական մեծ են եւ նորից եմ կրկնում, մենք պիտի երեխաների սովորությունների վրա աշխատենք։ Մարդը պիտի նախ գիտակցի այս ամեն ինչի կարևորությունը եւ սա նկատելի է, գիտեք, մենք մեր երեխաների վրա, օրինակ ես զգում եմ, որ նրանք շատ ավելի աչալուրջ են իրենց սննդակարգի մասով եւ այս կարծես փոփոխվող սովորությունները նաեւ նրանց է անդրադառնում եւ լավ իմաստով, բայց սա իհարկե բավարար չէ եւ մենք ունենք հսկայական խնդիր դեռահասների ճարպակալման առումով 20%-ից ավել է
կազմում, ինչը իսկապես մտահոգիչ է, սա նշանակում է հիվանդացության աճ, սա նշանակում է շաքարային դիաբետով հիվանդանալու շատ ավելի մեծ ռիսկեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Այո, այդ հետազոտության մասին էլ էի ուզում ասել, կարծես Արաբկիր բժշկական համալիրի հետ 4 տարին մեկ իրականացվող այդ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի հետ համատեղ հետազոտությունը երբ որ արել են, այստեղ էլի քաղցրի մասին էր բանը, որ այս հետազոտությունը ցույց էր տվել 44 երկրում ու ահագին բում բարձրացրեց իրականում, որ մենք կարծես թե առաջին հորիզոնականում ենք քաղցրի սպառման ու այդ տարիքային խմբում 12-ից 16 տարիքային խմբում ես նկատում եմ, որ հանրության կողմից որոշակի փոփոխություն կա, որովհետև երբ որ մանկապարտեզների սննդակարգի այդ փոփոխությունները սկսեցինք անել եւ մի քիչ հանրայնացրեցինք, որ այսպիսի փոփոխություններ են եղել, ես նկատեցի հարյուրավոր, եթե ոչ հազարին հասնող նամակներ եմ ստացել ու երևի թե չկային մարդիկ, ովքեր ասում էին ինչ վատ է, որ օրինակ խտացրած կաթը դուրս է։ Կարծես հասկանում էին արդեն, ոնց որ sense հասել էին իրար ծնողների հետ հանդիպումներին, մենք նաև նման հանդիպումներ ենք ունենում ծնողական համայնքների հետ եւ ինձ շատ ուրախացրեց, որ շատ ընկալունակ էին այս փոփոխությունների նկատմամբ եւ հակառակը ավելի ու ավելի կարծես հաջորդիվ պահանջներ են ներկայացնում, որտեղ ծնողներին էլ է դժվար։ Գիտեք, երբ որ այդ հասանելիությունը այդքան շատ է, մեզ համար որպես ծնող դժվար է անընդհատ ասել չի կարելի, չի կարելի, չի կարելի։ Այստեղ սա բարդ է նաև ծնողավարության առումով։ Շատ հաճախ ես ծնողներին ասում եմ, ոնց որ բժիշկը, ծնողը մենակ մնացած լինի մի ահռելի մարքեթինգային շատ լավ դասավորված միջավայրում, որտեղ սուպերմարկետում երեխաների հասանելի հասակին հատուկ շարում են սենց այն մթերքը, որ երեխան կտեսնի կվերցնի շատ գայթակղիչ տուփերով, այո, YouTube-ի բոլոր այդ բաներում երեխան գadget-ը վերցրեց այդ գովազդը եւ մայրիկը ու մեկ բժիշկը, հա, կարող է ասել, որ չի կարելի ու սենց վատամարդը իրանք լինեն։ Եվ այստեղ դրա համար է շատ կարևոր այդ կարծես քաղաքականության մշակումը տարբեր երկրներում իրականացնում են, որ երեխաներին հասանելի հայացքով չի կարելի, որ այդ ուլտրավերամշակված մթերքը լինի, պետք է իրանց հատուկ տեղերում, այսինքն այնտեղ մենք սուպերմարկետում ինչ դասավորություն չէ ունենք, կատնամթերքը, հացահատիկները, այնտեղ միրգ բանջարեղենը, քաղցրը առանձին տեղ ունի եւ մի հատ էլ կասային մոտ, որ երեխաներին հասանելի լինի։ Սա տարբեր երկրներում իրականում կիրառվում է սահմանափակումները, որ այսպես չդասավորեն։ Ուզում եմ բան անել, պատկերացնել, այսպիսի պլաններ կան իրականացնելու, որ զերծ պահենք երեխաներին այս թվերը տեսնելով։ Առաջնահերթ մենք դիտարկում ենք դպրոցներում եւ դրան հարակից շրջանակներում այդ նման սննդամթերքի սահմանափակումները։ Սա առաջին գայթակղության կարծես շրջանակն է։ Իհարկե հաջորդիվ ես վստահ եմ, որ նման քաղաքականության կարիքը եւ պահանջը հասարակության կողմից ձևավորելու է նաեւ որոշակի նորմեր, նոր նորմեր կապված խանութների հետ։ Բայց սա շատ անհավասար պայքար է, ինչպես ասում եք, եւ այդ մեծ ահռելի մարքեթինգային, գովազդային հոսքի դեմ ըստ էության մենք անընդհատ պիտի պայքար տանելով փորձենք պաշտպանել մեր երեխաներին։ Բայց այստեղ նորից գալիս ենք նրան, որ գիտեք, երբ որ երեխան փոքր տարիքում 1, 2, 3 տարեկանում 3 քթալով շաքարով թեյ չի խմում։ Կարիքը նման ուլտրա հագեցած սննդակարգի կարծես համային առումով էլ չի ձևավորվում։ Եվ այո, դեռահասության ժամանակ դժվար է վերահսկելը։ Ես ինձ եմ որպես ծնող հիշում, որ կարծես առողջ սովորություններ ունեին երեխաները, հետո եկավ դեռահասությունը, որտեղ դու արդեն վերահսկողություն չունես այդքան, եւ այդ գազավորված ըմպելիքի քաղցրի նկատմամբ, այդ չիփսերի նկատմամբ այսպես մի շատ կտրուկ բան ունեցանք։ Բայց հետո հետաքրքիր է, որ այդ փորձառություններից հետո, քանի որ ձևավորված արդեն սովորություններ կան, դեպի առողջ սնունդ նորից վերադարձը որոշակի տարիքից ավելի հեշտ է լինում։
Մի քիչ կուզեի խոսել հենց ավելի մեծահասակների ճարպակալման մասին էլի ոնց որ սենց շատ են։ Մենք բավականին մեծ թվեր ունենք ճարպակալման եւ կարծես անգամ եվրոպական երկրներից է անցնում մեր ճարպակալման թվերը։ Մի քիչ կարծես երերուն են այդ թվերը, որովհետեւ հենց պոլիկլինիկաներում էլ չի նշվում չի ընկալվում ճարպակալումը նախ որպես հիվանդություն եւ խնդիր եւ ցավոք սրտի չի նշվում որպես ախտորոշում, հա, օրինակ մնացած ախտորոշումներին զուգահեռ շաքարային դիաբետ, ճարպակալում, այսինչ աստիճանի, այս մի խնդիրը կարծես ունենք, ճարպակալումը, քանի որ քրոնիկ, պրոգրեսիվող, ռեցիդիվող հիվանդություն է, բավականին ծանրացնող մնացած հիվանդությունները, էլի տարբեր ուղեցույցեր համաշխարհային բուժումը բաժանում են 3 գլխավոր մասի, առաջին փուլում վարքաբանական փոփոխությունների փուլն է, որտեղ մոտավորապես 6 ամիսների ընթացքում 14-ից 22 ժամ այց պետք է ունենան։ Երեխաների շրջանում իդեպ այդ այցերի ժամանակաշրջանը ավելի մեծ է, մոտավորապես 36-70 ժամերի մասին է խոսվում 1 տարվա ընթացքում, որ այց պիտի լինի համապատասխան մասնագետի։ Երկրորդ փուլով գալիս է դեղորայքային բուժումը եւ երրորդ փուլում վիրահատական բուժումը։ Եվ կարծես մենք այս բոլոր փուլերում իր խնդիրները ունենք։ Հիմա հերթով ասենց ասեմ այդ խնդիրները, առաջին փուլում այնա, որ մասնագետներ այդքան չունենք։ Եվ հենց գալիս է այնտեղից դա, որ կրթական համակարգում դիետոլոգիա չկա, ոչ դիետոլոգի մասնագիտություն ունենք եւ ոչ էլ նուտրիցիոլոգի, որը սովորաբար բժշկական մասնագիտացում չի, այլ համալսարանի շրջանակներում է, բայց տարբեր երկրներ այս երկու կարևոր ուղղությունները կան, մենք չունենք։ Եվ այստեղ ուզում եի հարց տալ, որովհետեւ մենք մի քանի տարի սենց ակտիվ զբաղվում ենք դրանով եւ փորձում ենք ինչ որ բաներ անել, որ այդ կրթությունը լինի եւ անընդհատ այդ զգում ենք կարիքը մի խոսքով մի հատ մեծ ուժի, որը կգա մեզ օգնության եւ այս հարցը կլուծի։ Առաջիկայում ունենք պլան, սա ինչ որ ձևով ոնց որ փոփոխելու այս իրավիճակը։ Նախ շատ կարևոր է, որ մասնագետը ունենա համապատասխան ճանաչելիություն, այսինքն մենք պիտի այդ սերտիֆիկացված կուրս է, մասնագիտություն է, մասնագիտացում է, այս տարանջատումները ֆիքսենք օրենսդրական դաշտում, ինչը մեր մասնագիտությունների այս նոր ցանկով կարծես թե եկել ենք այդ կետին։ Հաջորդիվ շատ ճիշտ եք նշում, որ սննդաբանությունը պիտի դառնա կրթական ուրեմն process-ի մի շատ կարևոր հատված, որովհետև այսօր չի կարող լինել, ես կարծում եմ, թերապևտիկ ուղղվածության որևէ մասնագետ, որը չի բախվում այս խնդիրների հետ եւ իր բուժման արդյունավետությունը շատ մեծապես կախված է նաեւ սննդաբանության հետ կապված գիտելիքների, բայց այսօր էլ երևի մի ձեռքի մատերի վրա կարող ենք հաշվել քանի իսկապես կրթված կրթական ցենզ ունեցող սննդաբաններ ունենք, բայց նաև նկատում ենք պահանջարկը եւ այս մասով էլ շատ կարեւոր է եւ նաև ձեր կողմից այս տարիների աշխատանքը կարծես իր արդյունքները արդեն տալիս է, որ կարիքը մասնագետի հստակ կա, պահանջարկը կա մասնագետի եւ վստահ եմ, որ դրան հաջորդելու է նաև ուրեմն առաջարկ նման մասնագիտությամբ։ Գիտեք, մենք այդ նաև պահանջարկը հասկանում ենք, երբ որ տեսնում ենք դաշտում ինչքան պսևդո մասնագետներ եւ ինքնակոծ սննդաբաններ կան։ Եվ այստեղ քանի որ նշեցի, որ հենց ճարպակալումը նախ չի ընկալվում որպես հիվանդություն եւ շատ կանոնակարգված գործողությունների հերթականությունը իրենց տալիս այդ քաոտիկ ինֆորմացիան ավելի շփոթ է հարուցում եւ էլ ավելի է բարդացնում այն մարդու բուժման հավանականությունը, ով տեղից այդ շփոթի մեջ է կարծես թե հայտնվել։ Եվ այդ դրա դեմ ես ոնց որ պայքարը փորձել եմ ոնց որ բանանել, ոնց որ այդ ինֆորմացիան տալով, բայց միևնույնն է մենք գալիս ենք այնտեղ, որ 1, 2, 3 մասնագետը բոլոր հարցերը չեն լուծի, կարծես մենք կարիք ունենք տարբեր բուժ հաստատություններում։ Իդեպ այս վերջերս այդպիսի բաներ էլ եղավ, հատուկ հավաստագրեր շնորհելու համար հիվանդանոցներին պահանջ կար, որ դիետոլոգ պետք է պարտադիր լինի լիցենզավորված եւ տարբեր բուժ հաստատություններից ինձ դիմում էին եւ որովհետեւ դիպլոմավորված մասնագետ չունենք եւ այդ կարիքը կա, այսինքն այդ պահանջարկը սենց եկել է, դաշտը ծածկվել է, բայց այս մեր համակարգը սենց մի տեսակ շատ
կրյայի քայլերով այսպես ասած գնում։ Հա, մասնագետների կայացման առումով ճիշտ եք ասում, որովհետև ըստ էության պահանջարկը ստեղծվել է, բայց օրինակ ես չեմ կարող ասել, որ մենք հիմա ունենք գոնե տարեկան 15-20 մասնագետի թողարկման այդ կարողությունները եւ այստեղ պիտի աշխատենք իրար հետ, նաեւ մեր ուրեմն բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ մշակելու եւ ունենալու այս մասնագիտությունը որպես շատ կարևոր մի ուղղություն։ Օրինակ Անգլիայում այսպիսի մի ծրագիր արեցին, իրանք էլ էին այդ խնդրի հետ բախվել, որ մասնագետներ չկան։ Պետությունը պետպատվերի շրջանակներում որոշակի տեղեր իջացրեց։ Մենք շատ ենք անում արել այսպիսի բաներ, որ երբ տարբեր մարզերում օրինակ անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգները քիչ են, մենք իջացնում ենք պետպատվեր, չէ, այսպիսի քաղաքականությունն են ինչ եք կարծում, ճիշտ առաջինը պիտի լինի այդ ամբիոնը, հա, կա ոնց որ ձեր քաղաքականության մեջ այն ոնց որ տեսքը, այսպես ասած, որ մի օր կարող է դիետոլոգիան էլ այդ պետպատվեր իջացնելու շրջանակներում ինչու ոչ։ Իհարկե մենք դիտարկում ենք այստեղ ըստ ծայրահեղ անհրաժեշտության մոդելով ենք առաջ գնում, գիտեք, քանի որ միջոցները բավական սահմանափակ են, մեր հիմնական ուղղություններից են, ինչպես նշեցիք, անեսթեզիոլոգները, ընտանեկան բժիշկներ, վիրաբույժներ եւ այլն, բայց նորից եմ կրկնում, մեր երկրի զարգացմանը զուգընթաց մենք տեսնում ենք, որ սննդաբանությունը եւս մեր բուժման արդյունքների վրա շատ լուրջ ազդող գործոն է եւ ինչու՞ չէ մենք նաեւ կդիտարկենք այս ուղղությունը։ Ինչպես նաև այդ հապահովագրության հետ կապված ոնց էր համընդհանուր ապահովագրության։ Այո, համընդհանուր ապահովագրության հետ կապված հատկապես երբ որ մենք կարծես դուք որոշել եք սկսել 65+ տարիքի անձանց ապահովագրելու հետ կապված, հատկապես այդ 40-50+ տարիքային խմբում ճարպակալման թվերը մեծ են եւ մենք գիտենք, որ այդ ճարպակալման արկայությունը ել ավելի է բարդացնում են խնդիրները, որոնք ունենում է այդ տարիքային խումբը եւ շաքարային դիաբետը եւ սրտային խնդիրները կաթվածը, հա, այն ինչ որ պետությունը այս պահին ապահովագրում է։ Իրան այդ ցանկում լինելու է ճարպակալման բուժումը։ Խորհրդատվություն, այո, կարող է դիտարկվել եւ մենք ապահովագրության մեջ մի այսպիսի մեխանիզմներ ենք ներդնում, որ BMI-ի փոփոխությունը, այսինքն անձի այդ կշռի եւ հասակի հարաբերությունը դիտարկելու ենք որպես բոնուսային համակարգի մի բաղադրիչ։ Եթե անձը իր վարքագիծը փոխելով ուղղում է իր միշով իջնում է, ապա հաջորդ տարվա համար նա որոշակի բոնուսներ է նաև կարողանալու ստանալ։ Այսպիսի մոդել ես տեսել եմ Ճապոնիայում։ Սա այդ խրախուսող մեթոդներն են, սա վերաբերելու է ծխելուն եւ ինչպես ասացի, քաշի նվազմանը։ Եթե մենք մեր վարքագիծը չփոխենք եւ դրանք ավելի ճիշտը չվարենք, ապա ոչ մի երկրի առողջապահական համակարգ չի կարող տակից դուրս գալ, այսպես ասեմ, եւ արդյունքի հասնել։ Ամեն անգամ ես երբ որ այդ թիվը կարդում եմ, որ ինսուլտների 80%-ը կանխարգելելի են, իսկապես ապշում ես, թե ախր բա ինչպես կարող է մեր երկրում բազմաթիվ մարդիկ կյանք կորցնեն, հաշմանդամություն ձեռք բերեն, միայն այն պատճառով, որ կարելի էր այդքան դեպքերը կանխել։ Եվ մեր ապահովագրության նաև ուղղության փոփոխությունը հենց այստեղ է, որ ուզում ենք կանխարգելիչ հատվածը ընդլայնել։ Սա վերաբերում է սկրինինգային ծրագրերին, սա վերաբերում է իհարկե վաղ հայտնաբերմանը, վարքագծի փոփոխությանը, ռիսկի ֆակտորների նվազեցմանը։ Այստեղ կանխարգելման հետ կապված առանձին հարց ունեմ, եթե թույլ կտաք մի հատ դեղորայքի եւ բարիատրիկի հետ կապված էլ հարց տամ, մենք արդեն ունենք 21-րդ դարունի պրեպարատ, որը որ FDA հաստատել է որպես ճարպակալման բուժման պրեպարատ եւ արդեն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուղեցույցի մեջ դրել է որպես պրեպարատ, բայց մենք այդ դեղորայքի հետ կապված էլ այլ դեղորայքերի հետ կապված էլ ունենք խնդիր գրանցման։ Ես շատ բան չեմ հասկանում այդ գրանցման բաներից, բայց հաճախ ասում եմ, որ չգիտեմ, ավելի թանկ է նստելու, քան ոնց որ ավելի թանկ է ֆիրմայի վրա նստելու, եթե գրանցվի պրեպարատը ծանրանալու եւ ավելի ոնց որ թանկարժեք է դառնալու եւ կարծես դա է խոչընդոտը։
մի քիչ Կարծում եմ այստեղ սրա մեջ չի խնդիրը, որովհետև ամբողջ գրանցման գործընթացը ամենաթանկ գրանցման գործընթացը այնտեղ սանդղակներ կան, կարծեմ 1 միլիոն դրամի շրջանակներում ես դուք գիտեք, որ այդ պրեպարատների երևի ինչ ասեմ 3-4 պացիենտին հասանելիք չափաբաժինը այդքան արժի։ Այսինքն այստեղ գրանցման գործընթացի թանկությունը չէ, բայց տեսեք Հայաստանը փոքր շուկա է եւ այս մեծ դեղագործական ընկերությունները այդքան հետաքրքրված չեն մտնելու այս շուկաներ եւ ունենալու ներկայացություն, գրանցելու եւ ըստ էության ապահովելու, որովհետեւ այսօր գիտեք, որ պահանջարկը ահռելի է այս դեղորայքի եւ հիմնական խոչընդոտը սա է, որ գրանցումը իրականացվում է արտադրողի կողմից, այսինքն արտադրողը գոնե պետք է հայտ ներկայացնի, որպեսզի մենք գրանցենք։ Իսկ որ օրինակ մեր պետությունը շատ հետաքրքրված է որոշակի գործողություններ է անում, հատկապես երբ որ մենք գիտենք այդ դեղորայքը կարող է նվազեցնել մեր ծախսերը ապագայում այդ ձեր ասած ինսուլտի հետ կապված, ինֆարկտի, սրտային խնդիրների, շաքարային դիաբետի, այտենց բաներ կան, որ հավելյալ մեր կողմից է հետաքրքրությունը, որտեղ հասկանում ենք, այտենց փոքրիկ պետություն էլ հələ որ մնալու ենք։ Այո, այստեղ էլ մենք ավելի ենք պարզացնում օրենսդրությունը, հիմա մենք նախաձեռնել ենք փոփոխություններ դեղերի գրանցման գործընթացում եւ հենց ձեր ասած այն դեպքերում, երբ որ դրա կարիքը կա մեր երկրում, գրանցման հետ կապված որոշակի հստակ պարզեցումները պիտի իրավիճակը լավացնեն։ Ապահովագրության ներդրումներն էլ այսպես խոշոր քանակի դեղորայքի գնումները որոշակի առումով հետաքրքրությունը մեծացնում են ընկերությունների եւ այս մեր փոփոխությունները ես վստահ եմ դրական տեղաշարժ ունենալու են։ Այսինքն մեր կողմից երբ որ մենք հեշտացնում ենք այդ process-ը, իրանք տեսնում են, որ այս պետությունը այդքան հետաքրքիր չի, բայց շատ հեշտ է կարող ենք բան անել։ Հա, հասկացա, շատ լավ։ Դա այդ է տրամաբանությունը։ Ահա, բարիատրիայի հետ կապված վերջին շրջանում մի քանի տեսակ վիրահատություններ Հայաստանում իրականացվում են ու բավականին լավ, հա, արդյունքներով, բայց մենք խնդիր ունենք վերահսկելիության, որովհետև տարբեր երկրներում բարիատրիկ վիրահատության ուղեցույցով եթե գնանք, նախապատրաստումը տևում է առնվազն 3, ամենալավը 6 ամիս, քանի որ մենք այդպիսի կարծես ուղեցույց չունենք եւ ընդհանուր աշխատանքի այսպես է, եթե ես մտածելակերպը, հա, ավելի շատ, եթե ես չեմ կամ դիետա պահեմ, ուրեմն գնացի վիրահատության, մենք մանում արդեն ունենում ենք խնդիրներ շատ բարդությունների հետ, էլ չեմ ասում, որ մի 2 տարից հետո նորից քաշը հետ է գալիս։ Տարեկան կարելի է ամսեկան 200-300 վիրահատության մասին է խոսքը Հայաստանում, տարբեր տվյալներով, ասենց հավաքագրած ինֆոյով, ոնց եք պատկերացնում, ես շատ տարբեր վիրաբույժների հետ եմ խոսում, փորձում եմ իրենց էլ բան անել, բայց մենք այդ ձեր ասած այդ մենթալիտետի հետ կապված է, գործունեության հետ կապված է, խնդիր ունենք, վիրաբույժներ կան, որ ասում են սիրով ուզում ենք իհարկե այդ նախապատրաստական աշխատանք անել, բայց եթե ես չանեմ, ինքը գնում է մյուս վիրաբույժի մոտ, ով որ անում է, եւ ես խնդիր եմ ունենում, հա, դրա հետ ոնց այս խնդրի հետ աշխատենք։ Իմ կարծիքով այստեղ ասոցիացիաները մասնագիտական շատ մեծ դեր ունեն եւ նույն ուղեցույցերի մշակման եւ մասնագիտական այդ համայնքի միասնական մոտեցումների առումով շատ կարեւոր է, որ մասնագիտական ասոցիացիաները իրենց տեղը եւ գրավեն մեր երկրի քաղաքականության մշակման մեջ։ Առողջապահության նախարարությունը հիմա հուշագրեր է ստորագրում ասոցիացիաների հետ համագործակցության եւ սրա շրջանակներում նույն ուղեցույցերի մշակման, գործելակարգերի մշակման եւ հետագայում նաեւ վստահաբար լիցենզավորման գործընթացներում մենք ուզում ենք, որ այս կազմակերպությունները ավելի մեծ դեր խաղան։ Ինչու եմ սա նշում, որովհետեւ տեսեք նույն վիրաբույժների շրջանում իրենք իրենց վերահսկելու նաև ներքին մեխանիզմներ պիտի ունենան, որովհետև մեկի կատարած վատ աշխատանքը անդրադառնում է բոլորի վարկանիշի վրա։ Եվ ինչպես նշում եք, Հայաստանը այսօր իսկապես նաև բժշկական туриզմի առումով հետաքրքիր ուղղություն է դառնում օրեցօր, եւ այս վիրահատություններն էլ այն վիրահատություններից են, որ շատ մեծ շրջանակ է հետաքրքրության ներկայացնում։ Հիմա մեր նպատակն է, որ պետություն, ասոցիացիա այս համագործակցության շրջանակներում
շատ ավելի կարգավորված դաշտ ունենանք։ Մասնագիտական լիցենզիան էլ էստեղ շատ կարևոր է, որ գիտեք, մեր երկրում ցավոք սրտի տասնյակ տարիներ մասնագետները, բժիշկները չէին լիցենզավորվում։ Եվ ստացվում է, որ բժիշկի պատասխանատվությունը կամ ոչինչ է, կամ քրեական պատասխանատվություն։ Իսկ լիցենզավորումը հենց այն օղակն է, որ մենք կարողանում ենք վերահսկենք նրա պատշաճ գործունեությունը։ Եվ այս ինստիտուտի ներդրումը եւ կայացումը եւս որակի վրա շատ մեծ ազդեցություն կթողի։ Այդ նշանակում է, որ օրինակ բարդություններ ունենալու պարագայում, օրինակ առանց նախապատրաստելու վիրահատություն է տեղի ունեցել եւ առաջիկա ամսվա ընթացքում, չգիտեմ, կարելի է անբավարարություն, հա, ամենավատ բարդություններից մեկը կարելի է անբավարարություն է եղել։ Մենք այստեղ արդեն ոնց որ կարող ենք, եթե լիցենզավորման գործընթացը լինի, որոշակի խնդիր առաջանա լիցենզավորման հետ։ Այո, մասնագետի հենց անհատական լիցենզիայի հետ։ Եվ այո, պիտի այդ խորհուրդները, ասոցիացիաների խորհուրդները նաև դիտարկեն այս դեպքերը բոլոր բժշկական սխալները։ Բոլոր սխալները չեն, որ պետք է անդրադառնան անձի լիցենզավորման վրա։ Իհարկե ոչ, բայց կան ուրեմն սխալներ, որոնք անպայման հետադարձ պիտի որոշակի ազդեցություն ունենան, կամ անձը կարիք ունի վերապատրաստման, ուղղելու իր գիտելիքների, հմտությունների պաշարը, կամ եթե թույլ է տալիս սիստեմատիկ խախտումներ, լիցենզիան պիտի կասեցվի անձի։ Հա, շատ լավ բան ասացիք, մենք մեր ասոցիացիայով անպայման կփորձենք ձեզ հետ հուշագիր կնքել եւ այս հարցով եւ խնդրով եւս լծվել։ Ուրախ եմ, որ ունեք նման ասոցիացիա եւ միասնական եք այս մասով։ Մենք անցած տարի ենք բացել, շատ փոքրիկ է, տարիքային եւ այո, պլանավորում ենք այսպիսի գործեր անել, որովհետեւ հասկանում ենք միայն այդպես ենք կարողանալու նույն լեզվով խոսել։ Այդ շատ կարեւոր է, կարծում եմ շփոթը ամենավատ բանն է, ինչը որ կարող է մարդու համար, որ տարբեր տեղերից տարբեր բան լսեցի, չիմացա որն էր ճիշտը։ Ամենամեծ թշնամին կարծում եմ առողջ ապրելակերպը եւ հիվանդությունների կանխարգելումը, գանք այս թեմային, հայ պետությունը անընդհատ ասում է, պետք է կարևորություն տալ հիվանդությունների կանխարգելմանը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է նախ ռիսկի ֆակտորների նվազեցում։ Ռիսկի ֆակտորներն են աղի չարաշահումը, ծխախոտը, մեր երկրի իրականությունն մասին եմ խոսում։ Ֆիզիկական պասիվությունը, այսինքն ամենակարևոր հանգամանքը սա է, որ մենք պիտի աշխատենք այս վարքագծային փոփոխությունների վրա։ Հետո գալիս ենք արդեն սրտանոթային հիվանդությունների պարագայում զարկերակային ճնշման ճիշտ ժամանակին չափելը եւ հայտնաբերելը, շաքարային դիաբետի ճիշտ ժամանակին հայտնաբերումը եւ դրա կառավարումը դեղորայքային։ Հաջորդիվ գալիս ենք սկրինինգային ծրագրերից կրծքագեղձի սկրինինգը, կոլորեկտալ քաղցկեղինը, մարդու պապիլոմավիրուսի սկրինինգային ծրագիրը, հիմա առաջիկա օրերին կսկսենք նոր մեթոդով սկրինինգային ծրագիրը MPV-ի, որը չափազանց կարևոր է։ Արգանդի վզիկի քաղցկեղը մեր երկրում երկրորդ տեղն է մահացության եւ այս առումով էլ շատ կարևոր են։ Այսինքն բազմաթիվ սկրինինգային ծրագրեր այս տարվանից արդեն մեկնարկել են եւ մենք պիտի շարունակական հետեւողականորեն գնանք այս ուղիով։ Վաղ հայտնաբերման պարագայում մենք պիտի կառավարենք քրոնիկ հիվանդությունները, սա նշանակում է դեղորայքի ճիշտ օգտագործում, շաքարային դիաբետով այսօր մենք իսկապես լավ արդյունքներ ունենք եւ պետությունը անվճար տրամադրում է ինսուլին երեխաների համար եւ մինչեւ 26 տարեկանների համար անալոգները։ Հիմա մեր նպատակն է, որ մեծահասակների մասով էլ գոնե մինչեւ 45 տարեկաններին կարողանանք այդ նոր անալոգային ինսուլինները տալ, այսինքն գրիչ ինսուլինները։ Հիմա է դրա վրա ենք աշխատում։ Սա է ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք ծախսարդյունավետ բուժում իրականացնել։ Տիկին Ավանեսյան, այ ասում եք աղի հետ կապված, այսպիսի մի հետազոտություն եմ բանալի ու Հայաստանում արված 2022 թվականի, որ արել են առողջապահության եւ բժշկագիտության հայկական հանդեսում է տպվել, եւ այդ հետազոտության հիման վրա, եթե հենվենք, Հայաստանում հայերը աղի 40%-ը ստանում են հացից։ Սա ահռելի թիվ է։ Այ ես ուզում եմ 2022։ Հա։ Եվ այստեղ ուզում եի հասկանալ,
այս թվի հետևից, որ եթե գնանք, առաջի խնդիրը ունենք լուծելու հացի մեջ աղի քանակության վերահսկումը։ Չենք մենք գնում են ճանապարհով, որ բաներում, ռեստորաններում, կաֆեներում աղը հանենք, մեկը մյուսին չի խանգարում իհարկե, երկուսն էլ պետք է անենք, բայց այս թիվը տեսնելով կարծես ավելի աննկատ գործողություն կարող է լինել։ Ես հասկանում եմ, երբ որ մենք ռեստորաններին ու կաֆեներին ենք կպնում, այդ հանրային տարածքում այդ բումն է առաջացնում ու կարծես այնքան լավ բան է տեղի ունեցել, աղի դեմ ենք պայքարում ու դա նորմալ է, բայց այդ հանրության այդ բանը, իսկ այստեղ մենք կարող ենք ուղղակի արտադրողների հետ խոսել եւ սահմանել չափ, ինչքան պետք է իրանք աղ բան անեն, ոնց որ չգիտես ինչի ես ինձ ավելի հեշտ է թվում, քան օրինակ այն մյուս ճանապարհը։ Եվ դա արել ենք, եւ միայն հացի մասով, չի, այլ նաեւ պանիրի։ Երկու պրոդուկտ կա, այո, ճիշտ եք ասում, որ մեր սննդակարգի շատ այսպես մեծ մաս են կազմում հացը եւ պանիրը, եւ մենք վերանայել ենք դրանց մեջ աղի գոստեր, այսինքն այդ հայերեն հիմա չեմ հիշի դրա թարգմանությունը, այսինքն բանը թույլատրելի չափականակները աղի օգտագործման։ Այսինքն այդ քայլը իրականացրել ենք։ Արդյոք 2022 թվականից հետո պատկերը ինչպես է փոխվել արտադրանքի մեջ։ Որ թվականին է փոփոխությունն եղել։ Դա կարծում եմ հենց 22-23 թվականին է արվել, այդ տարիներին է արվել։ Ես հիմա չեմ կարող ասել, թե հիմա ինչպիսին է համամասնությունը, բայց գիտեք, շատ հետաքրքիր էր, որ մարդիկ մեր երկրում անգամ չունեին այդ անդրադարձը, որ աղը կարող է վնասակար լինել։ Չկար այդ ընկալումը եւ դրա համար էլ 9 հոգին եթե հարցնենք աղը ինչի է վնաս, ասում են աղի կուտակման, աղերի կուտակման։ Մենք ապշած ենք, որ առաջինը պետք է երևի այնքան sense հետևից պիտի սկսենք, որ աղը նախ ինչի է վնաս, հետո ինչի է այսպես ասած նախարար ընկել է աղի հետևից։ Եվ դրա համար էլ էր եւի բուրըն այդպես, որովհետեւ չկար այդ ընկալումը ընդհանրապես, որ աղը դա զարկերակային ճնշում ունեցող անձանց համար շատ մեծ ռիսկի ֆակտոր է հանդիսանում։ Մեր երկրում զարկերակային ճնշումը բավականին մեծ թվեր են։ Հա, մենք իհարկե շատ բանից, այսպես ասած, ունենք այդ շատ sense շերտային, հա, երբ որ մենք ասում ենք, այ, այս եվրոպական երկրներում եւ գալիս ենք ուզում ենք այստեղ անում, մենք տեսնում ենք, որ շատ sense բանից դի բացատրենք, այդ բացը, ոնց որ մի քիչ նորմալ, այո, եւ դա էլ է։ Եվ գիտեք, ես շատ հանգիստ եմ վերաբերում, երբեմն նման ասում եք, չէ, հանրային տեղեկատվական այս հոսքերի մեջ ուշադրություն գրավել բավական բարդ է։ Եվ գուցե այս աղմուկն էլ օգնեց մարդկանց անդրադառնալու իրենց վարքագծին։ Անգամ նայելի ինչ էր տեսնես աղը։ Օրինակ, ինչի ենք ասում, որ աղը Ես էլ եմ կարծում, որ բոլոր գործիքները պիտի օգտագործեն, եթե անգամ դրա մասին վատով են խոսում, գոնե մի անգամ ասեցին, որ աղին ինչ-որ մեկը ուշադրություն է դարձրել ու կարողա սեղանին պետքա չդնենք։ Քայլերի եւ շարժի հետ կապված, այստեղ այս հատկապես ես ամեն օր մենք սննդային օրագրերով եմ ես աշխատում, սննդային օրագրերով նայում ենք մարդկանց շարժը, ֆիզիկական ակտիվությունը եւ փոքր քայլերով, այսպես ասած, ոնց որ ասացի, առաջ ենք գնում եւ այդ քայլերի քանակությունը առնվազն որ հասցնել 10,000 քայլի օրական եւ այլն, բայց այս նոյեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում Երևանի օդի աղտոտվածությունը ու քայլերի քանակության ակտիվացումը կարծես սենց դիսոնանս առաջացնում, հա պիտի ասես քայլերդ շատացրու, երբ որ ուզում ես ասես քայլերդ շատացրու, բախվում ես այս խնդրին։ Ես հասկանում եմ, որ այդ աղտոտացության հարցը բազմաշերտ դժվար երկար process է, բայց մի տեսակ նաև ուզում եմ, որ մեր առողջապահության նախարարությունը sense մի քիչ smart ու sense ման ճկուն քայլեր ձեռնարկի։ Օրինակ, չգիտեմ, արշավներ անի եւ ասի հանրությանը, որ չգիտեմ, եկեք ջրվեժի այգում գնանք ման գալու քայլեր ապահովելու այս շրջանում։ Ինչ եք կարծում դրա հետ կապված այդ ֆիզիկական ակտիվությունը Երևանի կենտրոնը եւ առհասարակ Երևանը ֆիզիկական ակտիվության համար այնքան անհարմար քաղաք է իրականում ցավոք սրտի չէ ուզի այդպես լիներ ոնց կարող ենք այս սիտուացիայում խորհուրդ տալ։ Համաձայն եմ ձեզ հետ եւ Երևանում այգիների սակավությունը եւ տարիներով այգիների կարելի է ասել ոչնչացման գործընթացը հանգեցրել է, որ մենք չունենք շատ վայրեր, որտեղ կարող ես քայլել, վազել եւ ըստ էության ժամանակ անցկացնել դրսում, ոչ ջիմում, բայց ունենաս ֆիզիկական ակտիվություն։ Ու մեզ համար
շատ կարևոր այսպես հանձնառություն է, որ այո, սա շատ բարդ, դժվար, բազմաշերտ խնդիր է, բայց մենք պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Եվ այն երկրները եւ քաղաքները, որոնք որ հասել են այդ մարդակենտրոն մաքուր օդի, տասնյակ տարիներով, քայլերով մոտեցել են։ Սա վերաբերվում է օրինակ, չգիտեմ, կենտրոնի մեքենաների բեռնաթափմանը, ընդհանուր առմամբ երկրում էկոլոգիական խնդիրների այսպես շեշտադրումը, այո, պիտի անհոգնել բոլոր ուղղություններով մենք աշխատենք, բայց այստեղ էլ ուզում եմ մենք շատ զգույշ լինենք հանրային հաղորդակցության մեջ, այո, լինում են օրեր, որ այս չափաբաժինները, ուրեմն խտացումը մտահոգիչ է եւ դրանք արձանագրվում են։ Այստեղ էլ պիտի այո, այդ օրերին խուսափել հենց մանավանդ քրոնիկ հիվանդների համար դրսում լինելու, ակտիվ լինելու ընթացքները, բայց այդ օրերի թիվը ոնց որ սահմանափակ է եւ այսպես սեզոնայնությունն էլ գուցե այստեղ պետք չի ընկալել, որ ամբողջ ձմեռ պետք չի դրսում ակտիվ քայլել, բայց պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ էլի տեղեկատվության տարածելը թեկուզ հենց տարբեր պետական կառույցներ ես տեսնում եմ, որ այս պահին տեղեկությունը այդպես է տարածվում, ուրիշ բան չունենք անել, օրինակ ինֆլուենսերներին հանձնարարություն տալ եւ որոշակի ինչ որ ձևով ուղղորդել, խորհուրդ տալ, ինչ անել, շատ լավ կլներ, եթե մեր հաղորդումը նայողներին առաջինը ասենք, որ մեր բուսաբանական այգուց օգտվեն, գոնե շաբաթը 1-2 անգամ Երևանի շատ մոտ ջրվեժի պուրակից օգտվեն, իմ ամենասիրելի այգիներից մեկն է, որտեղ որ օդը լավն է, շարժերի քանակությունը կարող եք ապահովել եւ այո, շարժումը ամենակարևոր բաներից մեկն է, քանի էլի խոսում ենք դրա մասին, ես sense հավասար միշտ ասում եմ, եթե դուք 2000 քայլ եք քայլում օրական, ուրիշ ֆիզիկական ակտիվություն չունի, հավասար է, որ դուք ծանր ծխող եք, այդ ձևով ձեր առողջության վրա ազդեցություն է ունենում հիպոդինամիան եւ մենք սա չպետք է անտեսենք։ Եվ տրամադրության վրա մարդու հոգեկան առողջության վրա սակավ ֆիզիկական ակտիվությունը եւս շատ բացասական անդրադարձ ունի։ Մենք քայլելով նաեւ դա շատ մեծ փոխում է մարդու տրամադրությունը եւ դրական լիցքերով է մեզ տալիս։ Միանշանակ վերջին իդեպ հետազոտությունները, այսպես գիտնականները կատակ են անում, ասում են միկրոբիոտայից գիտնականները փոխվեցին, մկաններին անցան, վերջին հետազոտությունները շատ են խոսում, այո, մկանների ակտիվությամբ միոկինների արտադրությունը, ինչպես է նեյրոմեդիատորների վրա ազդում, մեր նեյրոնների վրա, գլխուղեղի եւ այո, տրամադրության այս փոփոխությունների վրա։ Միանշանակ ամենալավ հատկապես մռայլ եղանակին ֆիզիկական ակտիվությունը ձեզ կօգնի։ Ես մի քիչ կուզեի խոսենք տոներից։ Իմ համար ամենասիրելի տոներից մեկն է։ Ես շատ եմ սիրում։ Եվ ես մեկ-մեկ ասում եմ, եթե նոր տարին չլիներ, չգիտեմ ձմեռը ոնց է ապրել։ Այս տոների գլխավոր նպատակներից մեկը դա էլ է։ Դա է եղել, միանշանակ, բայց մենք չենք կարող անտեսել, որ մեզ մոտ տոները ուղիղ սննդի հետ են կապված։ Դուք ոնց եք ձեր ընտանիքում կազմակերպում այս տոները։ Սերունդների մեջ պայքար կա այս տոների մեջ, տոների ընթացքում է, իհարկե, բայց ես կարող եմ ասել, որ տարիների ընթացքում շատ փոխվել է, թե ինչպես ենք դիմավորում, ինչ ենք սեղանին դնում, շատ փոխվել է։ Հիմա կարող եմ ասել, որ շատ համեստ սեղան ենք դնում, միայն փորձում ենք մեկ տաք ուտեստ, մի քանի այդ օրը ուտելու նախուտեստներ եւ երեխաների ինչ որ սիրած բաներ՝ ի տարբերություն օրինակ մի 10 տարի առաջ, երբ որ կարծես բոլոր խոհանոցներից եւ ամեն տարի ավելի ընդլայնվում էր այդ քանակը տեսականին եւ այլն, բայց այստեղ էլ ես իմ ընտանիքի վրա եմ բերում կոնկրետ օրինակը, շատ փոխվել է սննդակարգը։ Ես հիմա անգամ քաղցրավենիքի պարագայում նոր տարվա 1-2 տեսակ մաքսիմում, որ կարող ենք սեղանին դնել, այստեղ էլ իմ կարծիքով վերանայումների շատ տեղ ունենք։ Մենք նոր տարին կարծես շերտերով մեր տարբեր
տարիների մշակույթներից սննդային եւ խոհանոցային շերտերը ավելացել դրվել են իրար վրա, դրել են իրար վրա, շատ խիստ հայկական ճաշատեսակներ, հետո ավելի սովետական շրջանից ճաշատեսակներն են ավելացել, հետո գալիս է արդեն նույն, չգիտեմ, արևմտահայկական խոհանոցի տեսականին ավելացել, իշլիքյուֆտաներ եւ այսպես կարծես արդեն սեղանի վրա արդեն անհասկանալի է դառնում, թե թեման որն է։ Ուստի կարծում եմ այստեղ էլ շատ կարևոր է, որ ամեն ինչի մեջ լինի մի գլխավոր ուտեստ իր հարակից թեթև ինչ որ հավելումներով, թարմ, պարզ, որտեղ շատ էլ հոգնում ենք այդ օրերին։ Տեսեք, մենք մինչև նոր տարի բոլորի աշխատանքային ռեժիմը շատ ծանրաբեռնված է, այնուհետև նաև տան կանայք չարչարվում են ուտեստներ պատրաստելու վրա, էլի շատ հոգնում են, շատ բարդ է օրգանիզմի համար, հետո կարծես թե դրանից հաջորդ ստրեսը արդեն այդ սպառել է գալիս, այդ ուտեստները դրա համար խորհուրդը եւ մեզ եւ ինձ նորից եմ կրկնում, մեզ մոտ էլ կա, իմ երեխաները ավելի քչացման կողմնակիցն են, ես մայրիկիս հետ եմ պայքարի մեջ եղել, որ պետք է քչացնել։ Շատ կուզեմ դուք ասեք այդ ձեր բանով, ինչքան տարի պահանջվեց, որ այդ փոփոխությունը մի տեղից պիտի սկսենք, շատ հաճախ եմ պացիենտներին ասում, որ կիսուրս կամ ինչ որ, հա, մեր ընտանիքի մեծը, ես էլի իմ օրինակով ասում եմ, մինչև ես հասա նրան, որ իմ ընտանիքում էսպես լինի, այնքան ժամանակ անցավ, մի տեղից պիտի սկսենք, անպայման այդ պայքարը կարծես պիտի սկսենք։ Չպետք է հոգնել եւ պիտի պայքարել եւ պիտի սովորությունները վերանայելը շատ առողջ բան է եւ անգամ տան մեծերը պիտի ընկալեն, որ իրենք էլ են մեղք, դրա կարիքը չկա, այսօր նորից եմ կրկնում, շատ լավ է, որ սնունդը այնպիսի մի բան չի, որը անհասանելի չի եւ միայն տոն օրերը չեն, որ մենք ուտում ենք տորտ, այլ դա ամենօրյա կարծես դառել է սննդակարգի հատված եւ ավելի շեշտադրումը փոխենք շփման, խաղերի, իրար հետ ժամանակ անցկացնելու, ոչ թե այդ նախապատրաստական շատ եմ սիրում, երբ որ իրենք բալանս գտնելու միջև սեղանը զարդարելու հենց նոր տարվա զարդարանքներով եւ ոչ թե սննդով կազմակերպել խաղեր շփման եւ ոչ թե միայն ուտելիքի շուրջ։ Իհարկե կան սիմվոլիկ ճաշատեսակներ, որոնք եւս պիտի պահպանել, օրինակ, տեսեք, չարազները եւ չրերը, դա կարծես լիության, բազմազանության, առատության սիմվոլներն են եւ այո, ինչ որ սիմվոլներ պիտի պահպանել հայկական խոհանոցից, ընտանեկան մշակույթից, բայց փորձել ոչ թե դրանք բոլորը միասին եւ մեկ օրվա շրջանակում, այլ ավելի խնայողաբար լինել, թե սեփական առողջությանը, թե կենսակերպին։ Մի այսպիսի բան հիշեցի, երևի 5-6 տարի առաջ հանրային ռադիոյով սենց ասում եմ ընկուզեղենի մասին, հենց ասում եմ պետք չի այդքան մեծ քանակությամբ եւ այլն, որովհետեւ մի քանի օրերի ընթացքում փաստացի մի քանի կիլոգրամ ընկուզեղեն կարծես սպառվի ու այն ժամանակ դեռ հանրային ռադիոյում on-line զանգ էին տալիս, մի կին զանգվեց, ասեց այդ մի քանի օրն է մեր վրա զրկեք այդ։ Ես ընդհանրապես հակառակ ասեցի եկեք դա վերցնենք ամբողջ տարին, փորձենք ունենալ ու չզրկվել դրանից, որ մի օրվա ուտելիք չլինի։ Ունեք Տիկին Ավանեսյան որից է բան, որ մենք այս շրջանակում կուզեիք մեզ ասել, ինչ որ խոսք կի սատ մնաց միգուցե կամ հիշում եք, որ կուզեիք մեզ հետ կիսվել, հիշելով, որ մեր այս YouTube-յան ալիքը դիետոլոգիայի, առողջ ապրելակերպի, սննդին է վերաբերվում։ Ես երևի խոսքս հենց կանանց կուղեի, որովհետև նորից եմ ասում, այս շրջանը շատ տան կանանց մայրիկների, տատիկների վրա բարդ, գերց ծանրաբեռնված ժամանակ է, ուզում եմ, որ մի փոքր իրենց ուշադրություն դարձնեն, տոները լինի նաև իրենց մասին, իրենց համար, մի պահ դադար վերցնելու, այո, ընտանիքի մասին հոգ տանելու եւ սերը նաև սեղանի շուրջը արտահայտելու, բայց մի քիչ, այսպես ասած, նաև իրենց առողջության, իրենց հանգստի, իրենց ժամանակ տրամադրելուն ուղղեն այս ընթացքը։ Ես էլ եմ կարծում, որ մեր ծնողները հատկապես չեն կարողանում դա անել։ Իրանք այդ հոգատարությունը իրենց տանջվելով են, մի քիչ վերանայեն սա։ Այո։ Եթե մենք մի 5 րոպե ժամանակ ունենք, ես կուզեի ձեզ խնդրել ինձ որևիցե գեղարվեստական գիրք խորհուրդ տալ։
Այս վերջերս կարդում եմ Տափաստանի գայլը հայերեն թարգմանությամբ հեսեի շատ լավ թարգմանություն է եւ օրական չեմ կարող ասել որ շատ, բայց քնելուց առաջ մի 10 րոպե ընթերցում եմ կարծում եմ ձեզ դուր կգա։ Ես իրոք այդ գործը չեմ կարդացել, մի գործ եմ հեսեից սկսել ու այնքան դժվար է գնացել, մնացածը դժվարանում եմ սկսել, բայց սիրով ձեր խորհուրդը կվերցնեմ, ես առողջ ապրելակերպի մաս եմ փորձել իմ կյանքում դարձնել ընթերցանությունը, որովհետև այնքան շատ են գadgetները եւ այդ սկրոլինգը եւ մեր հոգեկան առողջության, քնի վրա ազդեցության մաս, այսպես ասած, խանգարող մաս են, որ այդ հիգիենան փորձում եմ նաեւ այդպես բան անել, այդ քնից առաջ ոնց որ ասում եք, որոշ ժամ, 15 րոպե, 10 րոպե կլինի, կես ժամ կլինի, ինչքան որ կկարողանաք ձգել։ Եվ հոգնածությունից 10 րոպեից քնում ես արդեն, բայց միևնույն է։ Այո, եւ ի տարբերություն սկրոլինգի, երբ որ դու հոգնած ես լինում, պետք է հուշել, որ ինքը չի հանգստացնում, ընդհանրապես չի հանգստացնում, հակառակը ակտիվացնում են, արդեն համակարգը գրգռում է։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք եւ ժամանակ տրամադրեցիք մեր հաղորդմանը։ Ես էլ եմ շատ ուրախ։